Բարև ձեզ սիրելի բարեկամներ, այսօր ես ուզում եմ, որ մենք խոսենք կանադացի լրագրող Մալքոլմ Գլադուելի գրքի մասին, որի վերնագիրը ռուսերեն թարգմանվում է որպես ակնթարթային որոշումների ուժը։ Այս գրքի մասին է խոսքը։ Իսկ անգլերեն, եթե փորձենք բառացի թարգմանել, կլինի blink, այսինքն ակնթարթ, ինչպես արդյունավետ մտածել առանց մտածելու, մոտավորապես այդպես։ Գլադուելը Նյու Յորքեր թերթի երկարամյա աշխատակից է, մասնագիտանում է հիմնականում հոգեբանական եւ սոցիոլոգիական թեմաներով, գրում է նաեւ սպորտի մասին։ Նա բազմաթիվ բեսթսելեր գրքերի հեղինակ է եւ այս մեկը նա գրել է 2005 թվականին։ Գրքի ենթավերնագիրն է ռուսերեն տարբերակում ինտուիցիան որպես հմտություն եւ պարզ է, որ այստեղ խոսվում է այն ճիշտ կամ սխալ որոշումների մասին, որոնք մենք ընդունում ենք ենթագիտակցաբար, երբեմն չկարողանալով դրանք բացատրել։ Բայց թեև ամեն ինչ տեղի է ունենում գիտակցության դռան հետևում, այսպես ասած, դա չի նշանակում, որ այդ կարողությունը հնարավոր չէ զարգացնել։ Եվ այդ առիթով հեղինակը բերում է սպորտսմենների օրինակը, ասենք թենիսիստների կամ բասկետբոլիստների, որոնք խաղի ընթացքում ամեն մի դրվագում ընդունում են վայրկյանական որոշումներ, բայց մեծ սպորտում մարդիկ հենց դրա համար մարզվում են ամեն օր մի քանի ժամ։ Կամ նույնը իմպրովիզացիոն թատրոնը այդ օրինակն է բերում, երբ չկա պիեսը եւ այնուամենայնիվ դերասանները ինչ որ բան ստեղծում են հենց բեմի վրա։ Կամ մեկ այլ օրինակ, ոստիկանը, երբ տեսնում է իր դիմաց կանգնած զինված կամ հավանաբար զինված մարդու, լինում են պահեր, երբ նա կես վայրկյան ունի որոշելու, արդյոք դիմացինը զենքը կհանի եւ կկրակի, եւ այդ դեպքում պետք է առաջ ընկնել, թե չի կրակի, այսինքն մարդկային կյանքերի խնդիր է։ Թեև դրա համար կոնկրետ իրավիճակում ակնթարթներ են պետք այդ որոշումն ընդունելու համար, բայց նախորդ փորձը եւ դարձյալ մարզումները պետք են այդ կրիտիկական խնդիրը կրիտիկական պահին կողմնորոշվելու համար։ Պետք է արդյոք միշտ վստահել առաջին հայացքի տպավորությանը։ Անշուշտ ոչ, որովհետև այդ տպավորությունը կարող է ձևավորվել ինչ-ինչ կարծրատիպերի նախատրամադրվածության հիման վրա։ Օրինակ, հնարավոր է, որ դուք դիտելով այս տեսագրությունը հիշում եք իմ քաղաքական հայացքները եւ ձեր ենթագիտակցության մեջ, ոչ գիտակցաբար, ենթագիտակցության մեջ պատկեր է առաջանում, չնայած ես այս շարքում բացարձակապես քաղաքականության մասին չեմ խոսում։ Եվ այդ պատկերի հիման վրա, եթե չեք ընդունում իմ հայացքները, վստահ եք, որ իմ բոլոր ասածները հիմարություններ են։ Գլադուելի բերած օրինակները հիմնված են բազմաթիվ հոգեբանական հետազոտությունների վրա։ Աշխատանքի ընդունելիս մարդիկ ենթագիտակցաբար, եթե սպիտակ են, գերադասում են սպիտակամորթներին եւ կանանց։ Ներողություն, սպիտակամորթներին եւ տղամարդկանց։ Բացարձակապես ռասիստ կամ սեքսիստ չլինելով։ Բայց դա միևնույն է, կարելի է ինչ-որ ձևով բացատրել մշակութային, պատմական, ձևավորված կարծրատիպերով։ Իսկ ահա այն փաստը, որ լուրջ ֆիրմաների ղեկավարների ճնշող մեծամասնությունը նրանց բոյը 1.75-ից բարձր է։ Այդպիսի հստակ վիճակագրական տվյալներ են բերվում։ Դա արդեն զուտ հոգեբանական կարծրատիպ է։ Վաճառքով զբաղվող լավ բիզնեսմենները երբեք նման կարծրատիպերով չեն առաջնորդվում։ Դրա մասին է պատմում Գլադուելը։ Օրինակ, եթե ավտոսալոն մտնում է վատ հագնված մարդ, դա բացարձակապես չի նշանակում, որ նա բոմժ է։ Կամ եթե հաճախորդը դեռահաս է, դա չի նշանակում, որ նա եկել է զուտ հետաքրքրասիրությունից եւ ոչ մի բան չի առնելու։ Վատ վաճառողը նրանց կամ քշելու է, կամ առնվազն կոպիտ է վարվելու։
բայց Գլադուելի հերոսը բոլորի հետ սիրալիր է։ Եվ իսկապես հաճախ դուրս է գալիս, որ կարծեցյալ բոմժը միլիոնատեր է, իսկ դեռահասին ուղարկել են իր մեծահարուստ ծնողները։ Երբ են բժշկական սխալից տուժած պացիենտները դատի տալիս բժիշկներին։ Դարձյալ հեղինակի բերած հսկայածավալ վիճակագրությունը ցույց է տալիս, որ բժիշկների գիտելիքները եւ փորձը այստեղ այնքան էլ կարևոր չեն։ Հիմնականում դատվում են այն բժիշկները, որոնք իրենց հիվանդների հետ շփվելիս, այո, դուք կռահեցիք, մեծամտություն են ցուցաբերում, ուշադիր չեն լսում, չեն բացատրում իրենց գործողությունները, այ հիմա սա կանեմ, հետո այն կանեմ։ Դարձյալ տպավորություն, որը ստացվում է, դա ավելի կարևոր է, քան խորը տարիներ, ամիսներ գուցե տևած շփումները եւ դրանց հիման վրա ձեռք բերված գիտելիքները։ 1920 թվականին ԱՄՆ նախագահ էր ընտրվել Ուորեն Հարդինգը։ Ինչպես ասում են բոյ-բուսաթով, գեղեցկադեմ, սոլիդ, վստահ կեցվածքով, վստահ շարժումներով մի անձնավորություն եւ շատ լավ խոսում էր։ Հենց այդ գծերն են, որ հավանեցին ամերիկացիները, երբ որ նրան ձայն էին տալիս։ Բայց ըստ ամերիկացի պատմաբանների Հարդինգը ամենաանհաջող նախագահն էր ԱՄՆ ողջ պատմության ընթացքում։ Պոկերի, ալկոհոլի, կանանց սիրահար էր, միջակ ընդունակությունների տեր էր։ Բացի դրանից նրա շուրջը ծաղկում էր կոռուպցիան։ Արտաքին տեսքը տվյալ դեպքում խաբուսիկ էր։ Գլադուելը առաջ է քաշում բարակ շերտերի կտրվածքի տեսությունը։ Ծովի ջրի պարունակությունը, ինչպես հայտնի է, հասկանալու համար բացարձակապես պարտադիր չի հետազոտել ամբողջ ծովը։ Բավական է մեկ բաժակ ջուրը, բայց դու պետք է իմանաս, թե ինչպես ես այդ մեկ բաժակ ջուրը հավաքում եւ ինչպես ես հավաքված տվյալները, այդ մեկ բաժակ ջրի մասին տվյալները մեկնաբանում։ Որքանով են ամուր ամուսնական կապերը։ Կարելի է արդյոք կանխատեսել մարդիկ իր հետ ապրելու են մինչև կյանքի վերջը, թե բաժանվելու են։ Գլադուելի վկայակոչած հոգեբանների կարծիքով, այո, կարելի է կանխատեսել մոտ 94% հավանականությամբ։ Եվ դրա համար պետք չէ տարիներով հետևել ամուսինների կյանքին։ Փորձարկման մասնակիցները 3000 երիտասարդ ամուսնական զույգերն էին։ Նրանց խնդրել են ընդամենը 20 րոպե խոսել մի խնդրի մասին, որտեղ նրանք թեթև տարաձայնություններ ունեն։ Այդ փորձի մասնակիցների մարմնին տարբեր տեղերում սարքավորումներն էին միացրած։ Գրքում բերված է հատված նման խոսակցությունից, թե արժե արդյոք շուն պահել, թե չարժե։ Առաջին հայացքից այդ երիտասարդ զույգի, սովորական խոսակցությունը ոչ ոք ձայն չի բարձրացնում, ոչ ոք չի վիրավորում, ոչ ոք չի նեղանում եւ չի նեղացնում, բայց սարքավորումները ցույց են տալիս կնոջ թաքնված ագրեսիան եւ ամուսնու պաշտպանական դիրքը։ Այդ 20 րոպեանոց տեսագրություններից 3000 հատ են ուսումնասիրել։ Այդ ամեն մի վայրկյան ուսումնասիրել են եւ նույնպես նշաններ են ի հայտ գալիս։ Օրինակ, կինը հաճախ վեր է բարձրացնում աչքերը, հայացքը վեր է բարձրացնում։ Իսկ դա պարզվում է արհամարանքի նշան է։ Այդ զույգը 94% հավանականությամբ 7 տարվա սահմանագիծը չի անցնի։ Մեկ այլ փորձարկման ժամանակ հոգեբանները որոշել են չափել անձնական հատկանիշները 3 պարամետրով։ Նեյրոտիզմը, այսինքն էմոցիոնալ կայունությունը, էքստրավերսիան պարզ է, որքանով է մարդը բաց այլ մարդկանց հետ շփումներում։ Նոր փորձ այդ երկրորդն էր, նոր փորձ ընտրելու ունակություն, երրորդ, չորրորդ եւ հինգերորդ բարյացակամ եւ գիտակից լինելը։ Բայց այդ մարդկանց տվյալ դեպքում ուսանողների հետ երկար բարակ չեն խոսել կամ օրերով չեն հետևել նրանց գործողություններին, այլ պարզապես խնդրել են լրիվ անծանոթ մարդկանց գնալ
հանրակացարանի իրենց սենյակները, այդ ուսանողների սենյակները, եւ փորձարկվածների բացակայությամբ 20 րոպե անցկացնելով գնահատական տալ նշված 5 չափանիշներով։ Հետո այդ նույն տվյալները համեմատել են նույն մարդկանց ընկերների գնահատականների հետ։ Արդյունքում ընկերները ավելի ճշգրիտ էին գնահատել այդ ուսանողների էքստրավերսիան եւ բարյացակամությունը։ Դե պարզ է, նման բաներ իմանալու համար պետք է մարդկանց հետ շփվես։ Իսկ ահա 3 այլ չափանիշներով, այսինքն էմոցիոնալ կայունություն, նոր փորձի համար բաց լինելը եւ գիտակից լինելը ավելի ճշգրիտ էին բնութագրել անծանոթ մարդիկ, որոնք այցելել էին հանրակացարան։ Մեր սենյակում, սիրելի բարեկամներ, կան բանալիներ այստեղ, որոնք հուշում են հենց այդ հատկանիշների չափը։ Որոնք են այդ բանալիները։ Դուք կարող եք գրքում ծանոթանալ, բայց մի ցայտուն օրինակ է բերում Գլադուելը։ Պատկերացրեք, դուք շփվում եք 120 կիլոյանոց ֆուտբոլիստի հետ, խոսքը իրենց ֆուտբոլի մասին է։ Նա գուցե ցույց չտա եւ դուք գուցե չհասկանաք, չմտածեք, որ գործ ունեք շատ խելացի մարդու հետ, որովհետեւ ֆուտբոլիստը եւ 120 կիլո է։ Եթե չգնաք նրա տուն եւ չտեսնեք այն գրքերը, որոնք նա կարդում է, նրա գրքերի դարակը եւ պատից կախած նկարները։ Մի խոսքով, արժե արդյոք մարդկանց մասին պատկերացում կազմել առաջին հայացքից։ Հարց է. ինչ եք մտածում, սիրելի բարեկամներ։ Լավ մնացեք։